Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Հունվարի 28-ին լրանում է հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Տասնամյակների ընթացքում բանակը եղել է Հայաստանի պետականության և անվտանգության առանցքային հենասյուներից մեկը, անցնելով ձևավորման, կայացման և լուրջ փորձությունների ճանապարհ։ Այսօր, երբ փոխվում են անվտանգային միջավայրը, պատերազմի բնույթը և հասարակության սպասելիքները, առավել քան երբևէ ակտիվ են քննարկումները բանակի վերափոխման, պրոֆեսիոնալ բանակի մոդելին անցման, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման շուրջ։ Հենց այս հարցերին էլ այսօր անդրադառնալու ենք Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ զրույցում։ Պարոն Սաֆարյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շնորհավորում եմ նաև ձեզ, որովհետև դուք ևս կանգնած եք մեր բանակի կազմավորման ակունքներում։ Եվ սկսենք օրվա խորհրդից, նախ ինչ խորհուրդ ունի հայոց բանակի օրը նաև ձեզ համար, հաշվի առնելով վերջին տարիների անվտանգային մարտահրավերները ևս։ Ինչ խոսք նախքան մեր բուն հարցազրույցին անցնելը ես կկամենամ ասել, որ 3 հունվարի 27-ին հիշատակի մեր նահատակների, մեր նահատակ զինվորների, ոչ միայն նահատակ զինվորների ազատագրական պատերազմի Հայաստանի սահմանների և Արցախի ազատագրման համար նահատակված մեր բոլոր նահատակների հիշատակի օրներ, որի համար ես ուզում եմ մեր խոնարհումը բերենք, խնկարկենք նրանց սուրբ հիշատակի համար և պիտի ասեմ, որ այդ օրը պատահական չի ընտրված, քանզի դրան անմիջապես հաջորդում է մեր բանակի հիմնադրման կամ բանակի տոնը, բանակի օրը։ Տեսեք, մենք այստեղ կա մեծ գաղափար, ոչ միայն մեծ գաղափար, այլև կա մեծ խորհուրդ, քանզի ինչքան էլ մենք փորձենք սպայական կազմի և բարձրակարգ սպայական կազմի դերն ու նշանակությունը բարձրացնենք, բայց ես պիտի ասեմ, որ և մեր ազատագրական պայքարի ժամանակ և ինչու չի նաև մեր ամենամեծ ձեռքբերումների ընթացքում մեր սահմանների անվտանգության ապահովման, խաղաղության հաստատման առումով ամենամեծ դերը կատարել է հայ զինվորը, որովհետև ամբողջ ոչ միայն վիճակագրությունը, այլ տրամաբանությունը, այլ անցած ճանապարհը թույլ է տալիս մեզ դա ասելու, որ դա բացարձակ ճշմարտություն է, ամենևին էլ չնսեմացնելով ինչպես սպայական, այնպես էլ բարձր սպայական կազմի, ուրեմն դերն ու նշանակությունը հայոց բանակի ստեղծման և կազմավորման մեջ։ Անձամբ իմ համար մեր ժողովրդի և մեր պետականության համար այսօրը ես համարում եմ ամենանվիրական և ամենախորհրդանիշ դարձած օրը։ Տեսեք, վերջերս կարծեք թե հիմնական թեմա է դարձել եկեղեցի պետություն հարաբերությունները, չնայած դա այդպես չէ, այլևս շատ բաներ։ Իմ համար պաշտամունքը, թիվ 1 պաշտամունքը հայ զինվորն է։ Իմ համար թիվ 1 խորհրդանիշը հայոց ազգային բանակն է։ Մենք պիտի ունենանք առաջնահերթ կերպով ինչպես պետության պաշտամունք, պետական խորհրդանիշների, զինանշանների պաշտամունք, դրան զուգահեռ նույն չափով նաև պիտի ունենանք ազգային բանակի պաշտամունք և հայ զինվորի պաշտամունք։ Իմ համար ունի այս նշանակությունը։ Պարոն Սաֆարյան, հիմա շատ է խոսվում բանակում տեղի ունեցող բարեփոխումների, բանակի վերափոխման մասին։ Ըստ ձեզ, որքանով է այդ վերափոխումը ռազմավարական և որքանով իրավիճակային։ Ես պիտի ասեմ և ռազմավարական տեսանկյունից և իրավիճակային տեսանկյունից ամբողջովին տրամաբանության մեջ է կատարվում այդ աշխատանքները մեկը մյուսին փոխլարացնելով։ Ընդամենը ես կարող եմ մի քանի բան ասել։ Դուք գիտեք, որ մեր Հայաստանի սահմաններում նախկինում միայն ծառայություն էին իրականացնում ռուսական սահմանապահ զորքերը, նաև այլ ստորաբաժանումներ, բայց այժմ դրան ավելացել է, ոչ միայն դրան ավելացել է, այլ այդ սահմանապահ անվտանգությունը ապահովում են նաև հայ զինվորները։ Ես պիտի ասեմ, որ առհասարակ
տրամաբանության մեջ ազգային պետականություն ունենալու տրամաբանության մեջ չի տեղավորվում ներողություն եմ խնդրում այս բառի համար օտարերկրյա վարձու զինվորի տալ այդպիսի առաքելություն, որպեսզի պաշտպանի մեր սահմանների անվտանգությունը։ Իմ լուսահոգի ընկեր Արտակ Մովսիսյանը, Երևանի Պետական Համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը մի 20 տարի առաջ մի փայլուն հարցազրույց է տվել եւ ասել է, որ օտարին հանձնել մեր սահմանների պաշտպանությունը, որպես դա կլինի, ինչպես որ հանագույն կայսրությունների ժամանակ եղել են վարձկան զորքերը, mercenary forces։ Մենք ունենք այդ հնարավորությունները, մանավանդ վերջին տարիներին մեր բազում պայմանագրեր կնքված տարբեր երկրների հետ, դա կլինի Եվրոմիության երկրները, դա կլինի Հնդկաստանը, դա կլինեն նաև այլ երկրներ եւ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ նաև ուրեմն բանակի մարտունակության ուղղությամբ սպայական կազմի հետ տարվող աշխատանքները եւ պաշտպանական բնագծերի ավելի հուսալի դարձնելը եւ նաև ուրեմն տեսավորողական սարքերի գերժամանակակից ուրեմն որակի տեղադրումը սահմանի ամբողջ երկայնքով եւ ռազմատեխնիկական բարձր որակը թույլ է տալիս ասելու, որ մեր բանակում անցկացվող ուրեմն բարեփոխումները գերժամանակակից են։ Ավելորդ չեմ ուզում ասել, ընդհանրապես մեկ նախադասություն պիտի ասեմ, այսօր մենք ունենք ուրեմն տեսավորողական եւ որսիչ այնպիսի սարքեր, որ հստակ կարող եմ ասել, որ ամերիկյան F-16 կամ F-35 ինքնաթիռները շատ դժվար կամ չեն կարող հատել Հայաստանի սահմանը պաշտպանական բնագծերը կամ շատ դժվարությամբ կարող են այդ բանը անել։ Տեսեք, ամենահասարակ բանը անզեն աչքով էլ տեսանելի է դառնում, որ սկսած զինվորի ծառայություն անցնելու օրվանից, որ մեր ժողովուրդը ասում է, չէ, զբորնի պունկտը, ընդունիչ բախշիչ կայանը, հավաքակայանը, ինչպես որ ասում, զինկոմիսարիատների կողմից վերջին 1 տարվա ընթացքում կատարվել է ահռելի աշխատանքներ։ Նախ ամեն ինչ այնտեղ արդար է եւ թափանցիկ, եւ զորակոչի եւ զինակոչի զորահավաքի պլանը ես ավելի մանրացնեմ, մեկը վերաբերում է պարտադիր ժամկետան զինվորական ծառայությանը, մյուսը վերաբերվում է ուրեմն զինվորական հավաքներին, տարեկան հավաքներին անցկացում շատ բարձր մակարդակով։ Եվ պիտի ասեմ, որ պլանը կատարվել է ավելի քան 100%-ով։ Մի բան, որը երբեք չի եղել այդպիսի բան։ Ինչն է նպաստել այդ փոփոխություններին։ Դրան նպաստել է առաջին հերթին պատասխանատվությունը այդ ստանձնած գործի հանդեպ։ Կադրային խոսքը կադրը։ Այո, երկրորդը դրան նպաստել է կառավարության կողմից ուրեմն հոգատարությունը եւ ուշադրությունը սկսած ուրեմն հագուստից, սկսված սննդից վերջացրած աշխատավարձով։ Նույնիսկ ես ավելին ասեմ, 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ ես ինքս ընդգրկված եմ եղել բանակի Արցախին օգնելու ոչ պետական ծրագրերի մեջ բազում եւ ես տեսել եմ, որ մեր բանակը խնդիրներ ունի քողարկահագուստի հետ կապված, մեր բանակը խնդիրներ ունի զրահաբաճկոնների հետ կապված, սաղավարտների հետ կապված, այլևս չեմ խոսում ռադիոկապի միջոցների եւ այլ բազում խնդիրների հետ կապված։ Հիմա այդպիսի խնդիր չկա։ Մենք ունենք ռազմատեխնիկական բազմաթիվ պայմանագրեր տարբեր երկրների հետ, ես ընդհակառակը չեմ թաքցնում ասեմ, մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանը մենք փոխանցել ենք, պետությունը փոխանցել էր ավելի քան 300 միլիոնին համարժեք գումար ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար եւ այնտեղ չի ասել։ Ամենակրիտիկական եւ ամենաճակատագրական պահին եւ ջերմուկի էսկալացիայի ժամանակ եւ դրանից առաջ եւ դրանից հետո։ Հիմա մենք այդպիսի խնդիրներ չունենք, որովհետեւ մեր բալանսավորված, հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ, այդ տրամաբանության մեջ առաջնահերթ խնդիրներից մեկն էլ
մեր սահմանների անվտանգության ապահովումն է, սպայական կազմի մարտունակության հետ կապված բազում պայմանագրեր եւ ռազմատեխնիկական մատակարարման պայմանագրերը տարբեր երկրների հետ։ Պարոն Սաֆարյան, քանի որ դուք խոսեցիք նաև զորակոչից, այսինքն կան այն գործուն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս բացառել սուբյեկտիվ կամ կոռուպցիոն ռիսկերը զորակոչի ընթացքում։ Ես պիտի ասեմ, որ այդ գործուն լծակները նախկինում են եղել, բայց չի իրագործվել, որովհետեւ առաջին պլանը եղել սուբյեկտիվ մոտեցումները։ Հիմա չի կարող սուբյեկտիվ մոտեցումներ լինել, որովհետև ամեն ինչ թափանցիկ է, ամեն ինչ արդար է, եւ այդ բաշխումը, եւ այդ ուրեմն ծառայությունները եւ ծառայությունների ընթացքում գոյություն ունեցող չափորոշիչները, դա կլինի արձակուրդը, դա կլինի զինվորի հագուստը, դա կլինի զինվորի ուսումնական ժամկետը, որը պիտի խստիկ կերպով հետևում են։ Ես պիտի ասեմ, որ Հանրապետության զինկոմիսարիատը այդ ուղղությամբ ահռելի աշխատանք կատարում է եւ դեռ պիտի կատարի։ Հատկապես վերաբերվում է այդ անմնացորդ նվիրումին կապված եւ զինակոչի հետ եւ հատկապես 1 տարյա զորահավաքների հետ կապված։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում 100%-ով կատարել պլանը։ Մեկ այլ բան ես կարող եմ ասել, բոլորս գիտենք, որ նախկինում մենք ինչ իհարկե ես չեմ ուզում դրանով բանակը նսեմացնել, բանակի դերը ամենևին, բայց նախկինում մենք ահավոր արատավոր երևույթներ ենք ունեցել։ 10-15 տարի առաջ ռազմական ոստիկանությունում տարեկան ամեն մի ուրեմն զինակոչի ժամանակ 50-ից 60 հոգի մարդ էին ընդունում ծառայության մեջ, տարեկան շուրջ 100 հոգուց ավել, 2 տարվա ընթացքում շուրջ 200 հոգի եւ գրեթե ոչ մեկը չէր ծառայում։ Ցուցակով բերում էին կամ զորակայուն վարչություն, գումարները հավաքում էին, կաշառքները եւ այդպես էլ կար։ Եվ ես պիտի ասեմ, որ այսօր շատ ճիշտ է վարվել պետությունը, պաշտպանության նախարարությունը, երբ որ պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարուց իջեցրել է շեմը, դարձել է 1.5 տարի, 6 ամսով կրճատել է, իհարկե դրան զուգահեռ նաև լուրջ գործունեություն է ծավալում պետությունը պրոֆեսիոնալ արհեստավարժ բանակ ունենալու համար։ Այդ 1.5 տարին բավարար է լիարժեք զինվոր պատրաստելու համար։ Ես գիտեք ինչ, մի քիչ չեմ ուզենա մեծամիտ կերպով անդրադառնալ բանակաշինության խնդիրներին, Համենայն դեպս այն մարդկանց հետ, որոնց հետ ես ունեմ այդպիսի շփումներ, թույլ եմ տալիս ասելու, որ ոչ միայն 1.5 տարին բավական է, այլ լիովին բավարարում է, որպեսզի զինվորը ուրեմն կատարյալ կերպով անցնի ուսումնական ժամանակահատվածը, այնուհետև անցնի ուրեմն իր ծառայությունը տվյալ զորամասերում։ Առավել ևս, երբ որ այսօր մեր զինվորի համար ամենակարևորը հատկապես մեր սահմանների անվտանգության ապահովումն է։ Նաև առիթից օգտվելով ես քանի որ հիշատակեցի մեր նահատակներին, ես նաև պիտի ասեմ, ուզում եմ նաև շնորհավորել մեր բանակի բոլոր զինվորներին, սկսած ժամկետանց զինծառայողներին, ավարտված բարձր սպայական կազմով, քանի որ այսօր նրանք, ինչպես ասում են, մեր աչքի լույսն են, այսօր նրանք են ապահովում մեր խաղաղկյանքը, այսօր նրանք են սահմաններին ապահովում մեր անվտանգությունը։ Պարոն Սաֆարյան, շատ է խոսվում նաև բանակում տեղի ունեցող ատեստավորման գործընթացի մասին, դա եւս նոր է ներդրվել ըստ էության, այդ թվում եւ պաշտպանության նախարարությունում։ Ըստ որքանով է այդ ատեստավորման գործընթացը թափանցիկ իրականացում եւ որքանով է նաև այդ ատեստավորման գործընթացից հետո այդ աշխատավարձերի բարձրացումը նպաստում նաև զինծառայության գրավչությանը։ Միանշանակ արվում է շատ թափանցիկ, միանշանակ արվում է շատ օբյեկտիվ, անկողմնակալ, բազում մասնագետներ են ընդգրկված այդ ուրեմն վերավորակավորման կամ որակավորման հանձնաժողովների մեջ, սկսած ռազմական ինստիտուտից, ուսումնական հաստատություններից, ավարտված նաև արհեստավարժ զինվորականներից, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներից եւ պիտի ասեմ այնտեղ բացառվում է որևէ կողմնակալ մոտեցում։ Գալով նրան, այո, այսօր շարքային զինվորը կարող է ստանալ 700-ից 800,000 դրամին համար 800,000 դրամ աշխատավարձ եւ որը միտում ունի բարձրանալու, իսկ բարձրագույն սպայական կազմի
ներկայացուցիչները, որոնք առաջին եւ երկրորդ որակավորումից հետո կարող են ունենալ մեկ որակավորում եւ այնուհետեւ երկրորդ որակավորում եւ նրանց աշխատավարձը կարող է տատանվել 1.200.000 դրամից 1.5 միլիոն դրամ մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ եւ այս ամեն ինչը լուրջ խթան է մեր բանակի մարտունակության բարձրացման, մեր բանակի նաեւ բոլորս գիտենք, որ արդեն ունենք նոր հագուստ, ունենք նոր ուրեմն ազգային տարած բանակի զինվորների եւ այս ամենը թույլ է տալիս ասելու, որ այն բարեփոխումները, որոնք թեկուզ նյութական առումով այսօրվա բյուջեից մեծ գումարներ է հոսում դեպի բանակ բարեփոխումները ավարտում կամ շարունակական ձևով այդ գործը անելու համար թույլ է տալիս ասելու, որ դա շատ դրական ուրեմն մեծ արդյունք է ունենալու։ Դե գիտեք, դարձյալ պիտի հայմատություն անեմ։ Եթե շուրջ 3 տրիլիոն դրամից 700 միլիարդ դրամը հատկացում է բանակի բարեփոխումներին եւ աշխատավարձին եւ չգիտեմ տարբեր ուրեմն աշխատանքների ապահովմանը ինչ է կարծում բյուջեի 25%-ը երբևէ մեր պետությունը սկսած հիմնադրման օրվանից 90-ական թվականներից բանակի վերաբերյալ այսպիսի ուշադրություն երբևիցե չի դարձրել։ Մեկ այլ բան էլ պիտի ասեմ ես, մենք այսօր ուրեմն ինչպես ասացի, միայն սահմանային անվտանգություն ապահովելու համար պաշտպանական բնագծերի կամ ինչպես ասում են ամրոցների եւ նաեւ տեսավորողական սարքերի համար ահռելի գումարներ է ծախսվել։ Գիտեք, ես իրավունք չունեմ շատ բան խոսելու, որովհետեւ այն ինչ որ ես հասկանում եմ կամ այն ինչ որ ես ունեմ այդ ինֆորմացիան, դա ընդհանրապես բայց տեմպը բավարար է համարում ամրաշինական բարեփոխումների։ Անպայման բաներ են կատարվել ամրոցաշինական աշխատանքների ոլորտում, որ դա բացառիկ է եղել։ Մենք այսպես որ այսօր խոսում են, որ բանակը եղել է մեր երկրում, մեր տարածքում, տարածաշրջանում առանց մեր բանակի չէին կարող խնդիրներ լուծել բան եւ այլ, ես պիտի նրանց ասեմ, որ դա այդպես էլ չի։ Մեր պաշտպանական բնագծերը տասնամյակներ շարունակ ապահովել են ընդամենը մեկ ապրանքատեսակով օգտագործված անվադողերով, հնամաշ օգտագործված անվադողերով։ Տեսավորողական սարքերը եղել են օգտագործված ձկան եւ մսի պահածոների թիթեղյա տարանները։ Հիմա ես ուզում եմ այդ մարդկանց հարց տամ, այդ որ ասում եք այս կառավարության ժամանակ 5 անգամ թոշակը բարձրացվել է, 6000-ից դարձվել է 30000։ Կարող եք ասել, ձեր կառավարության տարիներին ինչքան է հատկացվել բանակին, բյուջեի որ տոկոսն է հատկացվել, հիմա որ տոկոսն է հատկացում։ Ընդհակառակը ես պիտի ասեմ, որ մեր պաշտպանության նախարարությունը եւ մեր բարձր տեխնոլոգիաների նախարարությունը ունեն բազմաթիվ պայմանագրեր, հատկապես պաշտպանության նախարարությունը, ռազմատեխնիկական համագործակցության առումով բանակի սպայական կազմի ուրեմն ուսումնական եւ մարտունակությունը բարձրացնելու առումով եւ նաեւ հագուստի, քողարկահագուստի, զրահաբաշխոնների, ուրեմն պիտույքների ձեռքբերման ամենաբարձր որակի առումով։ Ես կարծում եմ, որ դեռևս այս գործը չեմ կարող ես ասել, որ անթերի է կամ կատարյալ է, բայց ես գտնում եմ, որ մեր պետությունը եւ մեր կառավարությունը անսքող ուշադրությամբ, ուշով անց է կացնում բանակի հետ կապված բոլոր խնդիրները իր ուշադրության կենտրոնում է եւ այդ բարենորոգումները անց են կացվում շատ բարձր մակարդակով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանն էր։